Նավլիկ փողոցում ենք թող։ Ինչ անեմ, կարոտել եմ քեզ, Սաշ։ Հա, նորմալ է, հանգիստ։ Երեք ամբողջ օրը քեզ էի փնտրում, Սաշ, չկայիր, բարում չէիր։ Կատան մոտ չեկար։ Նիկա գժվել ես, ինձ հետևում ես։ Հա, հետևում եմ, ես քեզ սիրում եմ, Սաշ, հասկանում ես, ես գիտեմ, որ դու ինձ չես սիրում։ Նավլիկ փակեցինք թեման։ Չէ, ես զգում եմ, որ դու ինձնից խուսափում ես, Սաշ։ Խնդրում եմ, Սաշ, տենց բան չանես, ես առանց քեզ չեմ ապրի։ Նավլիկ։ Կատակ չեմ անում, Սաշ, լուրջ կսպանեմ ինձ։ Նիկա, էլ տենց բան չասես։ Հասկանում ես, դու փոխել ես իմ կյանքը, փոխել ես ինձ, ես չեմ ուզում առաջվա լիկան դառնամ։ Չես դառնա, հանգիստ եղի։ Եթե գնաս կդառնամ, Սաշ, ես առանց քեզ կմեռնեմ, հասկանում ես, ես քեզ շատ եմ սիրում, Սաշ։ Նավլիկ։ Նիկա փողոցում ենք։ Հեռախոսեք փնտրում։ Ինչ։ Հեռախոսեք փնտրում։ Ընտրեմ զանգեք։ Ինչ եք ասում, պետք չի։ Դե զանգեք, կարող ինչ-որ մեկին եք սպասում, ուզում եք զանգեք։ Խնդրեմ զանգի։ Հա, ճիշտ եմ գուշակել։ Դե հա։ Զանգի։ Իսկ կարամ իմանամ ում եք սպասում։ Հուսով եմ ձեր ընկերոջը չեք սպասում։ Բայց ինչի՞ց ենթադրեցիք։ Դե որովհետև որ Լավ, տվեք ձեր հեռախոսը։ Դուք շատ ճիշտ գուշակեցիք, ես ընկերոջս եմ սպասում։ Կներեք։ Մար։ Ինչ։ Լավ, դե ես քեզ կսպասեմ։ Կամ չգիտեմ, արագացրու մի քիչ։ Լավ։ Շնորհակալություն։ Մարա։ Ընկերոջդ անունը Մարա է։ Այսքան բան, ամեն ինչ վերջացավ։ Սաշ։ Մնում է մենակ մի բան, որ Լուսինեն մոռանա ինձ, որ գոնե տողությամբ չմտածեմ, որ իմանամ չի տանջվում, ոնց էր մտքավաս անցել փախնել Լուսինեի հետ, ոնց։ Առաջին անգամ Սոնային տեսա համալսարանի մոտ, կարմիր զգեստով, աղջիկների հետ կանգնած էր։ Շատ գեղեցիկ։ Հետո երկրորդ օրը գնացի համալսարան ու միջանցքում կարմիր զգեստ էի փնտրում։ Դու դասարանի դուռը բացեցի, տեսնեմ սև շորով նստած։ Սոնան ինձ համար միայն կին չէր։ Ես Սոնայով ապրում էի։ Մենք այնքան երազանքներ ունեինք, երկուսս էլ նույն երազանքները։ Ուզում էինք մեծ տուն կառուցել, որ անպայման բակ ունենա, որ ծառեր լինեն ու 4 երեխա ունենանք։ Սոնան գնացին բոլոր երազանքները, անկատար մնացին։
Առանց Սոնայի երազանքներ չկան։ Իդես առաջին անգամ որ քեզ գրկեցի, խոստացա, որ քեզ համար ամեն ինչ կանեմ։ Որ երկուսիս փոխարեն քեզ կսիրեմ, իմ ու Սոնայի, որ կանեմ ամեն ինչ, որ իմ Սոնան ինձանից չնեղանա։ Որոշեցի, որ դու իմ Սոնան կլինես։ Ես առանց Սոնա չէի կարող։ Ապրելու համար ինձ Սոնա էր պետք։ Իսկ մինչև այդ ինչ-որ անուն ինձ համար որոշել էիք։ Չէ, Սոնան չէր թողնում, որ որոշենք։ Ասում էր կծնվի, կնայեմ ու կասեմ անունը։ Եթե ամեն ինչ ուրիշ կերպ դասավորվեր։ Եթե ամեն ինչ ուրիշ կերպ դասավորվեր, ամեն ինչ ուրիշ կերպ էլ կլիներ։ Արամը իր երեխայի հետ կլիներ, կմեծացներ իրեն, ու այսօր այդ տղան ուրիշ տղա կլիներ։ Սոնան մեզ հետ կլիներ, ես էլ ուղիներ չէի փնտրի հարազատ աղջկաս հետ մտերմանալու համար։ Ես հիշում եմ, որ դուք մանկատանն եք մեծացել։ Իսկ Սոնան հայր կամ մայր ունի։ Չէ, բարեկամներ ուներ, դե հայրը շուտ էր մահացել։ Իսկ մոր մասին տեղեկություններ չունեմ։ Նա արտասահմանում էր։ Մենք դեռ նոր էինք ամուսնացել, Սոնան մի մորաքույր ուներ, հաճախ իրենց տանն էր ապրում։ Մորաքույրն էր մահացավ, այնպես որ նոչին բարեկամ չկա։ Կարող եմ մի բան հարցնել։ Իհարկե։ Իսկ դուք ինչ եք մանկատանը մեծացել։ Ես լավ ծնողներ եմ ունեցել, բայց հայր շուտ է մահացել, նրան գրեթե չեմ հիշում։ Ես 10 տարեկան էի, Արամը 3։ Հայրս շինարարության վրա էր աշխատում ու հիվանդացավ։ Մի օր բերեցին տուն, թույլ էր։ Մայրս խառնվեց, իրար բժիշկ կանչեցին։ Հետո նրան հիվանդանոց տարան, մայրս նրա մոտ էր խնամում էր։ Մոտ մի տարի մայրս օրերով, շաբաթներով խնամում էր ու տուն չէր գալիս։ Մենք տատիկիս մոտ մնացինք։ Վերջը հայրս մահացավ, հետո էլ մայրս մահացավ։ Մորս մահը ինձ համար կատված էր, ես ամեն ինչ հասկանում էի, տեսնում էի։ Արամ փոքր էր։ Հայրս որ հիվանդ էր, հարևանները գալիս էին մեր տուն, հարցփորձ էին անում։ Ու ես գիտեի, որ նա մահանում է։ Իսկ մայրս օրս թաղումից 3 ամիս հետո մեքենայի տակ ընկավ։ Ես ու Արամը միշտ դիմավորում էինք նրան աշխատանքից հետո կանգառում։ Այդ օրն էլ իջավ ավտոբուսից ու մի մեքենա շատ մեծ արագությամբ եկավ ու
Մի օր մնացի Վանտանոցում։ Ումացով։ Այդ տարի տատիկին էլ կորցրեցինք։ Այդ ժամանակ Արամը 4 տարեկան էր։ Ես դպրոցից եկա տուն տանը մարդ չկար։ Զարմացա տատիկը միշտ